Միացյալ Նահանգներ, Իսրայել ռազմական սպառնալիքի ու տնտեսական ճնշումների ֆոնին Իրանը բացում է զինանոցը, ցուցադրելով նոր առավել ծանր ռազմական տեխնիկան։ Թեհրանը պաշտոնապես ներկայացրել է մինչև 2000 կիլոմետր հեռահարությամբ Խորեմ-Շեհր բալիստիկ հրթիռը։ Այն օգտագործում է հեղուկ վառելիք եւ հագեցած է մինչև 1500 կիլոգրամ քաշով մարտագլխիկով։ Այն ամենածանր իրանական բալիստիկ հրթիռն է։ Ցանկացած ագրեսիայի դեպքում Իրանն իր նոր զինատեսակով կարող է թիրախավորել Իսրայելն ու նահանգների մերձավոր արևելքում տեղակայված ռազմաբազաները։ Թռիչքի ժամկետի կրճատումն ու մանևրող մարտագլխիկը բարդացնում են իսրայելական ու ամերիկյան հոբ համակարգերի աշխատանքը։ Վերջին տարիներին Իրանի պաշտպանական կարողությունները հասել են այնպիսի մակարդակի, որ ծախսերի եւ արդյունավետության առումով երկրի դեմ ցանկացած ռազմական գործողություն թշնամու համար դարձել է ռիսկային եւ բարդ։ Տեղական տեխնոլոգիաների առաջընթացն ու ռազմավարական կախվածության նվազեցումը զգալիորեն մեծացրել են զսպման ուժը եւ փոխել թշնամու հաշվարկները։ Դոնալդ Թրամփը Ամերիկայի ու դաշնակիցների զորքերը պաշտպանելու նպատակով պահպանում է Իրանի դեմ կանխարգելիչ հարվածի իրավունքը։ Սենատում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարն անդրադառնալով նաև Իրանի վարչակազմի թուլացմանը։ Այս ռեժիմն այժմ հավանաբար ավելի թույլ է, քան երբևէ։ Հիմնական խնդիրը, որին առերեսվում են, այն է, որ չեն կարողանում արձագանքել ցուցարարների առանցքային պահանջներին։ Նրանց տնտեսությունն անկում է ապրում։ Դրա հիմնական պատճառն էլ այն է, որ ամբողջ գումարն ու ռեսուրսները ծախսվում են զենքզինամթերքի արտադրության ու աշխարհում ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման վրա։ Ռուբիոն ընդգծել է, մերձավոր արևելքի 8-ից 9 օբյեկտներում տեղակայվել է 30-ից 40 հազար ամերիկացի զինվորական, որոնք բոլորն էլ իրանական անօդաչու թռչող սարքերի եւ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների հասանելիության սահմաններում են։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին անդրադառնալով Թրամփի սպառնալից գործողություններին ասել է. չնայած իշխանության եւ նյութական օգուտների նկատմամբ իր ագահությանը, նա արագորեն նահանջում եւ հանձնվում է, երբ զգում է պարտության վտանգը։ Վելայաթին Թրամփին բնութագրել է որպես իշխանատենչ ու էքսպանսիոնիստ, որը ցանկացած գնով պատրաստ է հասնել իր նպատակներին։ Թեհրանը պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, եթե Միացյալ Նահանգներն իսկապես պատրաստ է իրական երկխոսության համաձայնության հասնելու համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Եթե սրանք իրական բանակցություններ են միջազգային նորմերի շրջանակում համաձայնության հասնելու համար, ուրեմն այո, սակայն սրանք այն բանակցությունները չեն, որոնք Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է։ Նա պարզապես ցանկանում է իր կամքը պարտադրել ուրիշներին։ Թրամփը կարող է պատերազմ սկսել Իրանի հետ, բայց չի կարող վերահսկել դրա հետևանքները։ Հազարավոր ամերիկացի զինվորներ, որոնք ուղարկվել են Մերձավոր Արևելք, տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, անպայման կտուժեն։ Իրանը Միացյալ Նահանգների ցանկացած ագրեսիա կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ եւ Թեհրանն անհապաղ կարձագանքի։ Սա Ալի Շամխանիի նախազգուշացումն է։ Թեհրանի պատասխանը կուղվի թե Միացյալ Նահանգների, թե Իսրայելի, թե այս ագրեսիան աջակցող ցանկացած երկրի դեմ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։